Մոտես իրավունք TV տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպության փոխնախագահ Նանե Կարապետյանին, շնորհակալություն Նանե հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նանե երեք բուրըն քաղաքական օր էր, բոլորիս ուշադրությունը սևեռված էր Գյումրիին, տեղի ունեցան թիմ ընտրությունները, արդյունքները այսօր պարզ են, բայց թե ինչ կլինի, դեռ հայտնի չէ։ Ինչ կասեք առհասարակ այն ամենի մասին, ինչ երեք ականատես եղանք։ Նախ ցանկանում եմ շնորհավորել մեր Գյումրիի քույրերին եւ եղբայրներին, քանի որ նրանք իրենց ձայնը բարձրացրեցին եւ արդյունքում մենք տեսանք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող անհատը քիչ ձայն հավաքեց եւ ի հակադրում դրան արդեն ընդդիմադիր քաղաքական գործիչները բավականին լավ բարձր ձայներ հավաքեցին եւ կարելի է ասել, որ Գյումրիից սկսած այն հեղափոխությունը, իշխանափոխությունը հասել է իր հակառակ տրամաբանական հաջորդականությանը, այսինքն կարող ենք նշել, կարող ենք փաստել, որ գյումրեցիները երեք իրենց ձայնը բարձրացնելով արդեն ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանը մարզերում նույնպես չունի իշխանություն։ Ճիշտ է, մենք հիշում ենք Վայոց ձորի դեպքերը, երբ որ օրինական ճանապարհով ընտրված քաղաքապետին բանտ նստացրեցին, որոշակի քաղաքական հալածանքների ենթարկեցին, ոչ մի կերպ չեմ կարող ասել, թե ինչ շարունակություն կունենա երեկվա ընտրությունները, սակայն ուղղակիորեն մենք ունեցանք իրավիճակ, երբ որ եւս մեկ անգամ փաստով արդեն ունեցանք, որ Գյումրին չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ իշխող ուժին որպես իրենց հիմնական ղեկավար։ Նույն իրավիճակը մենք ունեցանք նաեւ Երևանում նախանցած տարի, երբ որ քաղաքապետի ընտրություններում ոչ միաձայն, ոչ միասնականորեն Տիգրան Ավինյանը կարողացավ դառնալ քաղաքապետ։ Արձանագրենք նաև Փարաքարի արդյունքները, այնտեղ որ աննախադեպ էր, կարծես թե։ Փարաքարում ունեցանք մի իրավիճակ, որ հենց այնտեղ արդեն ընդդիմադիր քաղաքական ուժը իշխանություն ունեցավ եւ ներկայումս արդեն Փարաքարը, այսպես ասած, կիսահումորային կերպով կարող ենք ասել, ազատագրված է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից։ Նանե, նաև պետք է երեկվա դեպքերից անդրադառնամ ԿՊԱ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի վարքագծին, մենք տեսանք, որ նա մինչև ուշ գիշեր գաստրոլների մեջ էր, ամբողջ սոցցանցը ողողված է նրա մասին տեսանյութերով, փաստորեն սա էր այս իշխանության պատկերը, դեմքը, որը ի ցույց տրվեց հերթական անգամ։ Այո, մենք երեք տեսանք Նիկոլ Փաշինյանի իշխանության, իր խմբակի իրական դեմքը, երբ որ ուղղակիորեն պատգամավորը, ով որ օժտված է ժողովրդի մանդատով, իրեն իրավունք վերապահեց գինովցած վիճակում, հարբած վիճակում դուրս գալ փողոց եւ ցույց տալ իր իրական դեմքը։ Երեք մենք ունեցանք իրավիճակ, երբ որ լրագրողների նկատմամբ հանրակոպիտ հայհոյախառը արտահայտություններ իրեն իրավունք վերապահեց թույլ տալ եւ ամենածիծաղալին այն էր, որ երբ որ Վիլեն Գաբրիելյանը դուրս էր եկել փողոց, դեռ լույս էր եւ երևում էր, որ նա այսպես ասած խմած է եւ մինչեւ վերջին վիդեոները, որ արդեն ուշ գիշեր էին նկարվել, այնտեղ էլ էր երևում, որ նա խմած է, այսինքն իր վարչախմբից ոչ մեկ չէր կարող, իրավունք իրեն չվերապահեց զանգել նրան եւ ասել, որ ինչ վիճակում ես դու փողոցում, գնա ինչ-որ միտեղ, մինչեւ քո խմացությունը անցնի, այլ ուղղակիորեն լռության հետևանքով մենք տեսանք, որ մի քանի ժամ շարունակ կամ միգուցե եւ դա հատուկ էր արված, որպեսզի նրանք արդեն հասկանում էին, որ պարտվում են եւ Վիլեն Գաբրիելյանին օգտագործելով որոշեցին որոշակի ձևով մեղմել նրանց պարտությունը եւ որ այսօր եւ երեք երեկոյան բոլորը խոսեն Վիլեն Գաբրիելյանի մասին արդեն մոռացության տալով Սարիկի ձախողումը։ Նանե, մեզ որոշակի դրական ազդակներ է տալիս Գյումրիի արդյունքները, բայց մենք տեսնում ենք, որ անգամ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի մենք ընդդիմությունը, ֆուտբոլասերները, ֆուտբոլիստները չեն կարողանում հասնել անգամ ընդամենը մի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի եւ դա էլ անցնում է մի քանի օր, մեծ աղմուկ է լինում եւ կարծես թե հիմա մոռացության մատնվեց։ Ինչ կասեք այդ մասին, հատկապես եթե չեմ սխալվում, դուք ֆուտբոլի հետ սեր ունեք եւ կարող եք որոշակի օրեն ասել, թե ինչ է այնտեղ կատարվում։ Տեսեք, ֆուտբոլի մասին խոսելիս նախ ցանկանում եմ նշել, որ տարիներ շարունակ, երբ որ մենք ականատես ենք լինում, թե Մելիք Բեկյանը ինչ է անում ֆուտբոլի ֆեդերացիայում եւ մեր ֆուտբոլը ինչ քայլերով է հետընթաց ապրում, բազում անգամներ, երբ որ խոսելու անհրաժեշտություն կար, մենք հարկ էինք համարում լռել, քանի որ
ունեինք ավելի առաջնային թվացող խնդիրներ, օրինակ անվտանգային խնդիրներ, տնտեսական խնդիրներ, սոցիալական խնդիրներ եւ ուղղակիորեն իրավիճակը հասել է այն կետին, որ եթե ներկայումս չխոսենք ֆուտբոլի մասին, մենք կարող ենք սպորտային առումով կորցնել ֆուտբոլի մեր հեռանկարը։ Հիմա կբացատրեմ թե ինչու։ Մելիք Բեկյանի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խնդիրը հենց Մելիք Բեկյանի մեջ է, քանի որ ունեցանք իրավիճակ, երբ որ մարզիչ փոխվեց, սակայն իրավիճակը չփոխվեց։ Եվ մարզիչի փոխվելուն զուգընթաց մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ։ Վրաստանի հետ խաղից առաջ լուր տարածվեց, որ Ռանուս ազգանունով ֆուտբոլիստը մոտիկացել է մարզչին եւ ասել է, եթե ես չխաղամ մեկնարկային կազմում, ապա ես չեմ խաղա այլևս հավաքականում։ Այստեղ հարց է առաջանում. արդյոք նախադեպեր տեղի չեն ունեցել նախորդ մարզիչների ժամանակ, այսինքն արդյոք մարզիչն է որոշել, թե որ ֆուտբոլիստները պետք է խաղան մեկնարկային կազմում, թե հենց ֆուտբոլիստներն են իրանց իրավունք վերապահել, որոշել, թե ով պետք է խաղա մեկնարկային կազմում, ով չպետք է խաղա։ Այսինքն այսպիսի բարձի թողի վիճակում է գտնվում հիմա Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլը։ Եվ բացի այդ տարբեր իշխանության ներկայացուցիչներ տարբեր հարցազրույցներ են տալիս։ Մելիք Բեկյանը լուռ է, Մելիք Բեկյանը ուղղակիորեն մի նյութ տարածեց, որտեղ որ նա հայտնում էր ներողամտությունը, ասում էր ներողություն ենք խնդրում խաղի համար, սակայն չի նշում, որ իր ձախողման արդյունքում է, այսինքն էլի ներողություն ենք խնդրում, չի ասում ներողություն եմ խնդրում, սխալվել եմ կամ ինչ-որ բաց թողումներ են տեղի ունեցել, այլ առհասարակ գցում է ֆուտբոլիստների վրա ներողություն ենք խնդրել ասելով։ Եվ իշխանության ներկայացուցիչները, երբ որ հարցազրույց են տալիս, մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, կարծեմ Արսեն Թորոսյանն էր հարցազրույց տվել եւ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլում հետընթաց ունենք, քանի որ մենք տարիներ շարունակ չենք ունեցել ակումբային զարգացած ֆուտբոլ եւ այն երեխաները, ովքեր որ սկսել են խաղալ ֆուտբոլ, իրենք հետագայում իրենց չեն պատկերացրել հավաքականում եւ ուղղակիորեն ունենք իրավիճակ, երբ որ տարբեր երկրներից ենք ֆուտբոլիստների հրավիրում, որպեսզի նրանք խաղան հավաքականում։ Սակայն այստեղ ծիծաղալու է այն հանգամանքը, որ նախ ինքը իշխանության ներկայացուցիչ է, եթե տեսնում են, որ այդտեղ կա սխալ եւ պետք է ֆուտբոլային ակումբները զարգացնեն, կարող են համապատասխան վարքագիծ դրսեւորել եւ ֆուտբոլային ակումբները զարգացնել։ Այսինքն նա ընդդիմության ներկայացուցիչ չի, որ լծակներ չունենա կամ ինչ-որ բան չունենա։ Նա կարող է ուղղակիորեն համապատասխան քայլերով նրա թիմը կարող էին համապատասխան քայլերով զարգացնել ակումբային ֆուտբոլը, մարզադպրոցների վիճակը եւ այլն եւ այլն։ Եվ բացի այդ մի հետաքրքիր բան էլ դրա հետ կապված ասեմ, եթե նա նշում է, որ եթե մենք ունենայինք զարգացած ակումբային առաջնություն, ապա մենք դրսից ֆուտբոլիստ հրավիրելու անհրաժեշտություն չէինք ունենա, կարող եմ նշել, որ թեկուզ այլ երկրների օրինակով եթե մենք նայենք, այդ խաղացողները, ովքեր որ ազգային հավաքականն են ներկայացնում, նրանք նույն ակումբի խաղացողներ չեն, այսինքն նրանք ամբողջ օրը միասին չեն անցկացնում, այսինքն այսպես թե այնպես այդ մարդիկ լինի դա չգիտեմ, Իսպանիայի ազգային հավաքականի բոլոր խաղացողները Լա լիգայի եւ նույն թիմի խաղացողներ չեն, տարբեր թիմերի խաղացողներ են եւ ելի պետք է բարոյահոգեբանական վիճակը թիմում բարելավել, որպեսզի այդ մարդիկ կարողանան խաղալ ֆուտբոլ։ Տեսեք, Մելիք Բեկյանը անցկացրեց Վովա Փաշինյանի անվան խաղեր եւ դրանով ըստ էության ապահովագրեց իր հրաժարականի, այսպես ասած, հետաձգումը։ Սա որքանով ժողովրդավարության հետ կապ ունի առհասարակ եւ արդյոք երբևէ նման դեպք լսել եք, որ կարող է ուղղակի երկրի վարչապետի հայրը, ով ոչ մի աղերս չունի ֆուտբոլի հետ ֆիզկուլտուրի ուսուցիչ եղել է, եթե չեմ սխալվում, հանկարծ իր անվան ինչ-որ խաղեր անցկացվեն։ Եկեք հիշենք նաեւ, որ Վովա Փաշինյանը այն անհատները, որ ասում էր իմ տղան չի կարող լինել վարչապետ։ Բացի այդ եկեք հասկանանք, որ Մելիք Բեկյանը միայն այդ քայլով չի, որ ամրապնդել է իր դիրքը, մասնավորապես ՀՖՖ-ի գործկոմի աշխատողներից մեկին, մասնակիցներից մեկին ինքը ուղղակիորեն հանել է աշխատանքից, քանի որ նա պահանջել է, նա աջակցել է այն երկրպագուներին, ովքեր որ պահանջել են իր հրաժարականը եւ ուղղակիորեն այդ մարդուն գործից հանել է։ Եվ փոխարենը բերել է ուրիշ մարդու, ով որ ուղղակիորեն կենթարկվի իրեն եւ կասի, որ Մելիք Բեկյանը լավն է։ Սա ժողովրդավարության բաստիոնի հետ առհասարակ կապ չունի եւ արդեն որքան ժամանակ է մենք նկատում ենք այն հետընթացը, որը որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում բոլոր բնակավարներում։ Եւ բացի այդ, երբ որ հիշում եք 2018 թվականին, երբ որ իշխանափոխություն տեղի ունեցավ կամ իշխանազավթում տեղի ունեցավ, ուղղակիորեն այդ ֆոնի վրա մերժում էին նաեւ Հենրիխ Մխիթարյանին
մերժում էին Լևոն Արոնյանին։ Լևոն Արոնյանին մերժում էին ուղղակիորեն դրա համար, որ իր քավորը նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Եվ հիմա մենք ինչ իրավիճակ ունենք, Մխիթարյանը չի խաղում Հայաստանի հավաքականում։ Մխիթարյանը չի խաղում, բայց այն ժամանակ ասում էին Մխիթարյանը խաղում է, ինքը ուժեղ է եւ քանի որ ինքը ուժեղ է, մնացածը չեն կարողանում ֆուտբոլ խաղալ եւ եթե Մխիթարյանը չլինի մեր հավաքականը լավ ֆուտբոլ կխաղա։ Արդյունքում տեսանք ինչ եղավ։ Եվ նույնը Լևոն Արոնյանի հետ կապված։ Եթե Լևոն Արոնյանը բարձրակարգ շախմատիստ էր, նրա բացակայությունը իհարկե շախմատի հավաքականում զգացվում է։ Եվ շախմատում ուղղակիորեն մենք չունենք այդ յետընթացը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում շախմատը դպրոցական առարկայից սկսած բոլորը, այսպես ասած, խաղում են շախմատ եւ քանի որ տարիներ շարունակ բարձր մակարդակի վրա է եղել շախմատը, այդ իներցիայով, այսպես ասած, շախմատը գնում է եւ այն մարդիկ, ովքեր որ առաջ էին մարզիչ ներկայացել են մարզիչ, այսինքն այդ ամենը առավել մեղմ բնույթ է կրում շախմատում, սակայն մենք ասելով իշխանությունները վարում են ուղղակիորեն այնպիսի քաղաքականություն, որ բոլորին բզում, բշտում, նեղացնում եւ ուղղակիորեն արժանապատվությանն են գտնում եւ այդ մարդիկ ուղղակիորեն չեն կարողանում խաղալ մեր հավաքականներում։ Իսկ ֆուտբոլասերներին, ֆան ակումբներին հաջողվեց լրացնել։ Կարծես թե վերջին մի քանի օրերին կամ չգիտեմ քաղաքական աժոտաժներ գուցե շատ նրանց ձայնը այլևս լսելի չէ։ Ֆուտբոլային երկրպագուների հետ կապված եւ տարբեր ֆան ակումբների հետ կապված գնալով այդ ձայները լրացին, չգիտես ինչու, սակայն պետք է հիշել, որ նրանք պետք է իրենց ձայնը բարձրացնեն, քանի որ միգուցե մտածում են, որ այն քաղաքական աժոտաժը, որը որ կա, թույլ չի տալիս, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնան։ Մի կողմից դա են մտածում, մյուս կողմից մտածում են, որ բավարար թվաքանակ չունեն իրենց աջակիցների, որպեսզի իրենց ձայնը առավել լսելի լինի։ Եվ ուղղակիորեն ունենք այն իրավիճակը, ինչ որ ունենք։ Եվ երբ որ մարդիկ խոսեն ֆուտբոլի մասին եւ փորձեն հիշել անցյալը, ես խորհուրդ կտամ, որպեսզի հիշեն, թե մենք ինչ հանդիպումներ ենք ունեցել, ինչ հաղթանակներ ենք ունեցել, օրինակ Բելգիայի հետ խաղում, Մակեդոնիայի հետ խաղերում, ունեցել ենք 2-2 հաշիվ Իտալիայի հետ, Իտալիան աշխարհի չեմպիոն հավաքական է։ Եվ այդ ամենի զուգահեռ մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է ներկայումս, ինչ խղճուկ իրավիճակում է ներկայումս գտնվում ֆուտբոլը։ Եվ երբ որ մենք հետ հայացք նետենք, կարող ենք նաև հիշել, որ 2008-2009 թվականներին, երբ որ նախագահ Սերժ Սարգսյանը նոր էր դարձել նախագահ, այդ ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների նոր թափ առնելը կոչվեց ֆուտբոլային դիվանագիտություն, քանի որ այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Սարգսյանը հրավիրեց Հայաստան, որպեսզի ֆուտբոլային հանդիպումը դիտեն Հայաստան-Թուրքիա, հետո արդեն Թուրքիայում տեղի ունեցավ Թուրքիա-Հայաստան հանդիպումը եւ մենք խաղերից մեկում հաղթանակ ենք տոնել։ Այսինքն ներկայումս եթե ցանկանան ինչ-որ դիվանագիտական բան անել, էլի չեն կարող անել, քանի որ մենք բոլոր տեղերում ունենք ձախողումներ։ Տարածաշրջանային պարտվողներ, թե ֆուտբոլում, թե պատերազմի ժամանակ։ Նրան է ու այս իրավիճակում, երբ բոլոր ոլորտներում պարտվում ենք, իշխանությունը ասում է, որ գնում են խաղաղության։ Սա է խաղաղությունը, այսինքն զիջել ֆուտբոլը, սահմանը, տարածքները, ինչի մասին է այս խաղաղության պայմանագիրը։ Մենք ուղղակիորեն ունեցանք իրավիճակ, երբ նրանք 4 տարի շարունակ խոսում են խաղաղության պայմանագրի մասին, վերջում այդ պայմանագիրը դարձավ համաձայնագիր։ Եվ դրա մասին խոսելիս էլ ամենածիծաղալին այն է, որ քարտուղար Արմեն Գրիգորյանը, չգիտի ինչով է տարբերվում համաձայնագիրը պայմանագրից։ Իրենց վարչախմբում ԱԳՆ նախարարը այնպիսի մարդ է, որ երբեք չի բանակցել իր կյանքում մինչև ԱԳՆ նախարար դառնալը։ Ունենք էկոնոմիկայի նախարարը, որ չի տարբերում արտաքին պարտքը ներքին պարտքից եւ առհասարակ պարտքը իրենից ինչ է ներկայացնում։ Ունենք ՊՆ նախարար, ով որ նախկինում ուղղակիորեն աշխատել է պատմության ուսուցիչ եւ իշխանապողության արդյունքում նա չգիտես ինչու դարձել է պաշտպանության նախարար։ Այսինքն պարզ է, որ երբ որ այդ մարդիկ աղերս չունեն իրենց վարած պաշտոնների հետ, ոչ մի կապ չունեն, ոչ մի գիտելիք չունեն, պարզ է, որ այն իրավիճակը, ինչը որ հիմա ներկայումս ունենք, ածանցյալ իրավիճակ է, այսինքն պարզ է, որ այդ ամեն ինչը այդպես էլ պետք է լիներ։ Այդուհանդերձ այդ պայմանագիրը կյանքի կարող է կոչվել այս իրավիճակում, երբ մենք տեսանք, որ ժողովրդի կողմից այս օրակարգին կողմ քվեարկողները մեծ չեն, Գյումրիի ընտրությունը ինչքան էլ թիմ ընտրություն էր, բայց նաև չէ որ այս իշխանության քաղաքականությանն էին նաև կողմ քվեարկում։
Իշխանությունը նաև պետք է հիշենք, որ երկու կետով հետընթաց էր գրանցել նաև բանակցային գործընթացում, երկու կետի շուրջ ի վերջո նրանք համաձայնության էին եկել Ադրբեջանի հետ, սակայն չի նշվում ինչ կետերով, չի նշվում ինչ են բանակցել, ինչի շուրջ է այդ համաձայնագիրը լինելու, սակայն պետք է նաև հասկանալ պայմանագրի ու համաձայնագրի տարբերությունը։ Պայմանագիրը ինքը ունի իրավական ուժ, այսինքն երբ որ կնքվի խաղաղության պայմանագիր եւ Ադրբեջանը որոշի իր ստանդարտակ պահվածքը շարունակել, համապատասխան կերպով իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, այսինքն ինքը իրավական պատասխանատվության կենթարկվի։ Իսկ համաձայնագրի պարագայում այդպիսի ենթադրույթ չկա, այսինքն համաձայնագրի խախտման պարագայում ուղղակիորեն կարող են կողմերը ասել մենք ցավում ենք կամ մենք չգիտենք ինչպես դա եղավ եւ այդ ամեն ինչը ուղղակիորեն իրավական արձագանք չի գտնելու ոչ մի կողմի համար։ Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ սա իր քաղաքականությունը ուզում է բարձրանաք վերև, ուզում է իջնեք ներքև, եթե չեք ուզում, պահանջեք իմ հրաժարականը, դուրս կգամ։ Այլևս ինչ է մնում անելու Երևանին, բացի այն, որ դեռևս վիզներից դուրս սպասում ենք, թե Գյումրին ինչ կանի։ Երեք եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ժողովուրդը մերժում է Նիկոլ Փաշինյանին եւ ուղղակիորեն ժամանակի հարց է, թեև այդ ամեն ինչը կգեներացվի Երևանի կենտրոնում եւ ուղղակիորեն կունենանք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ունեցանք իրավիճակ Վայոց ձորում, ունենք իրավիճակ, երբ որ Մասիսում չեն ընդունում եւ անցալում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ այսպես ասած մարզերով, քաղաքներով այդ ամեն ինչը շարունակական բնույթ է կրում եւ ուղղակիորեն մի օր հասնելու է Երևանին։ Երևանում են մերժել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, եթե քաղաքապետի ընտրությունները նայենք եւ այն արդյունքները, որը որ գրանցեց Տիգրան Ավինյանը, ուղղակիորեն ինձ թվում է, որ ժամանակի հարց է եւ մոտ ապագայում արդեն կգա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ժամանակը։ Իսկ գլխավոր դատախազը նախորդ շաբաթ եկել էր ազգային ժողով Տարոն Մարգարյանին անձեռնամխելիությունից զրկելու հետ կապված։ Սա հերթական քաղաքական ճնշումների դոզան է, որը իրենց իշխանության, այսպես ասած, տեսնում են, որ երերում է, սկսվում են ճնշումների նոր փուլ։ Այո, երբ որ Նիկոլ Փաշինյանը տեսնում է օրինակ իր ռեյտինգը ընկնում է, նա անդադ տալիս է նախագահի անունը, նախագահ Սարգսյանի անունը, որպեսզի ռեյտինգը բարձրանա եւ երբ որ նրանք զգում են, որ ինչ որ փոքր տեղաշարժ կարող է լինել ընդդիմադիրների մոտ, նրանք արդեն բռնաճնշումների են դիմում։ Բացառություն չէր Տարոն Մարգարյանի դեպքը, քանի որ 7 տարի են այդ ենթադրյալ հանցագործության շրջանակում հարցաքննվում է, տարբեր կերպ ոչ մի կերպ այդ գործը տեղից չի շարժվում, սակայն ուղղակիորեն ունեցանք իրավիճակ, երբ որ նրան փորձում են լրացնել, նրան զրկեցին անձեռնմխելիությունից, քանի որ վախենում են նրանից եւ փորձում են նրա ձայնը լրացնել, սակայն պետք է հասկանալ, թե ով է Տարոն Մարգարյանը։ Տարոն Մարգարյանը այն մարդն է, որ հնարավոր չէ լրացնել։ Մասնավորապես նա մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ որ իր հայրը Անդրանիկ Մարգարյանը տարիներ շարունակ ձերբակալված է եղել իր քաղաքական հայացքների համար եւ տարիներ շարունակ նա շարունակել է պայքարել Հայաստանի Հանրապետության համար եւ Տարոն Մարգարյանը մեծացած լինելով այդպիսի ընտանիքում նույն արժե համակարգի կրողն է, այսինքն նա անկախ ամեն ինչից պայքարելու է Հայաստանի համար, Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի ամեն ինչ լինի լավ հենց մեր երկրի համար։ Բայց ինչու հիմա կարիք եղավ այս գործընթացը սկսելու, եթե մենք խոսում ենք մի քրեական գործի մասին, որը դուք էլ նշեցիք, որ տարիներով քննվում էր, ինչ այս իշխանությունը եկել էր։ Այո, այդ գործի մասին խոսելիս այդ գործը շատ անհասկանալի գործ է եւ անհասկանալի թե ինչու հենց այժմ այդ հարցը բարձրացավ։ Միգուցե նաև ցանկանում էին Հովիկ Աղազարյանին զրկել մանդատից եւ ուղղակիորեն, որպեսզի միակողմանի դա չլինի, նաև Տարոն Մարգարյանի նկատմամբ այդ գործելավոճը ծավալեցի, սակայն եթե մենք խորանանք հենց գործի քննության մեջ, կտեսնենք, որ ենթադրյալ ինչ որ մանկապարտեզի, ինչ որ X տարածքի մասին է խոսքը, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նույն գործելավոճը ունեցել է եւ օրերս նյութ տարածվեց, որտեղ որ նշվում էր, որ Նարդոսի փողոցում գտնվող ինչ որ տարածք 1000 դրամով են ուղղակիորեն վաճառել ինչ որ մեկին։ Այսինքն իրենք արածները չեն տեսնում, ուրիշների Ավինյանի օրոք։ Այո։ Իրենք իրենց գործելավոճը չեն տեսնում, չեն քննադատում, չեն ենթարկում իրավական որոշակի հանցակազմ չեն տեսնում, սակայն տեսնում են այն ամեն ինչի մեջ, որտեղ որ չկա։ Մասնավորապես նրանք նշում են, որ Տարոն Մարգարյանը այդ տարածքը, որը որ օտարել է, սակայն այդ օտարված տարածքում շարունակվել է այն գործունեությունը, որը որ ծավալվել էր մինչ այդ, իսկ օրինակ նրանց պարագայում Նարդոսի փողոցում գտնվող այն դպրոց էր կարծեմ, որը որ գործում էր, նրանց վաճառելուց հետո ուղղակիորեն փոխվել է եւ ուրիշ գործունեություն է ծավալում։
Նանե, մենք մեր նախորդ զրույցում անդրադարձել ենք գյուղատնտեսության ոլորտին, դուք այս հարցում բավականին խորացած եք, պիտի հարցնեմ, թե այս ոլորտում ինչ բարեփոխումներ են կատարվում հիմա, որովհետև ինչ-որ օրենսդրական փոփոխություններ կան եւ այլն, ինչ կարող եք ասել այս մասով։ Օրերս տարածվեց, որ գյուղատնտեսական ապահովագրության մասին են որոշակի փոփոխություն ցանկանում մտցնել եւ Գևորգ Պապոյանը նշեց, որ տարիներ շարունակ գյուղացիները օգտվել են այդ հանգամանքից, որ կա գյուղատնտեսական ապահովագրություն եւ ուղղակիորեն դրա հաշվին փող են աշխատել։ Նա մեկնաբանեց դա այնպես, որ եթե մարդ ունի 7 հողատարածք, այդ 7 հողատարածքից 2-ը փորձում էր ապահովագրում էր եւ կարկուտի պարագայում այդ 2-ից նա ենթադրյալ կարկուտից օգուտներ էր խաղում։ Սակայն այստեղ հարց է առաջանում, թե Գևորգ Պապոյանը ոնց է պատկերացնում, որ եթե 7 հողակտոր է, այսինքն տրամաբանական է, որ այդ հողակտորները իրար հաջորդական հողակտորներ են։ Ոնց է պատկերացնում, որ այդ հողակտորի մի մասում կարկուտ է գալիս եւ մյուս մասում կարկուտ չի գալիս։ Այսինքն սա եւս մեկ ծիծաղելի մարդկանց էշի տեղ դնելու քաղաքականությունը, որը որ նրանք շարունակում են ծավալել։ Իր դեպքում ֆիկտիվ, երևի հերթական անգամ։ Այո, նա փորձում է մարդկանց մոլորեցնել, փորձում է իրենց ձախողումները ներկայացնել, որ մարդիկ դրանից շահում էին, օգտվում էին եւ մենք փորձում ենք դրա փոփոխել եւ որոշակի բարեփոխումներ իրականացնել այդ հարցերով։ Եվ հիմա նաև համատարած հայտարարագրման գործընթաց են իրականացնում, սա էլ ներկայացնելով իբրև ժողովրդին շատ մեծ լավություն։ Այո, Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ եթե դուք հայտարարագրում իրականացնեք, ձեր երեխան, որ գնում է ֆուտբոլի, նա ֆուտբոլի վարձը չի տա։ Սակայն դա այդպես չէ, նախ եւ առաջին պետք է ֆուտբոլը գերակավորլորտ ճանաչվի, ֆուտբոլի զարգացումը գերակավորլորտ ճանաչվի, որպեսզի նրանք ինչ որ չափով թեկուզ գումարային օժանդակություն տան, սակայն նայելով թե ինչ ֆուտբոլ են խաղում, մեծերը երեխաների աչքին արդեն ֆուտբոլը չի ունենում այն շքեղությունը եւ նրանք այն մեծ ինտուզիազմով, այսպես ասած, չեն գնում եւ իրենց չեն պատկերացնում հետագայում ապագա ֆուտբոլիստներ, չեն պատկերացնում նրանք ոնց են խաղալու Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի հավաքականում, եթե գնալով հետընթաց է ապրում ֆուտբոլը։ Նանե, մենք վերջին հանրահավաքներին էլ նկատում ենք, որ ներկաների մեջ երիտասարդացում չի գնում։ Եթե մարդիկ կուսակցական չեն, այսինքն ուղղակի ուսանողությունը կարծես շատ ակտիվ չի մղվում այս պայքարի մեջ, ինչն է պատճառը, հնչած ուղերձները տեղին շեշտադրումներով չեն, թե ուսանողությանը սկսել է քիչ հետաքրքրել քաղաքականությունը, այլևս թե պետք քաղաքականության մասին չէ խոսքը, հա, այլ ընդհանրապես երկրի լինելիության եւ այլն, այսպիսի լուրջ հարցերին ինչպես են մոտենում։ Ուսանողները միշտ պայքարի առաջնագծում են լինում եւ ուղղակիորեն նրանց բացակայությունը վերջին հանրահավաքներին ինձ թվում է բնութագրվում են նրանով, որ հուժկու մեծ հանրահավաքներ տեղի չեն ունեցել վերջին շրջանում եւ երբ որ լինի հուժկու մեծ հանրահավաք, ապա նրանց ներկայությունը ես վստահ եմ, որ կլինի այնտեղ եւ ուղղակիորեն պետք է սպասել հարմար առիթի, որպեսզի ուսանողը իր ձայնը կարողանա բարձրացնել։ Մենք ունեցանք դեպքեր, օրինակ Բրյուսովի փակման հետ կապված, երբ որ ցանկանում էին համալսարանների միավորում իրականացնել եւ այլն, Բրյուսովի ուսանողը իր ձայնը բարձրացրեց, ինչի արդյունքում, որ այդ գործընթացը, որը որ սկսվել էր, բավականին հետաձգվեց, դանդաղեց եւ ներկայումս, այսպես ասած, մարած փուլում է գտնվում եւ ես համոզված եմ, որ մոտ ապագայում էլ երբ որ անհրաժեշտությունը գա, այդ ուսանողները իրենց ձայնը կբարձրացնեն։ Վիլեն Գաբրիելյանը երեք որքան տարօրինակ է բավական լուրջ ասում էր, որ 2026 թվականին միևնույնն է իրենք չեն լինելու իշխանության։ Դուք կիսում եք այս միտքը։ Այո, ես հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլևս չի լինի իշխանության եւ Վիլեն Գաբրիելյանից ինչ որ լուրջ բան սպասել, ինձ թվում է երեկվա իր վիճակում նորմալ չէր, բայց դա միակ ճիշտ նախադասությունն էր եւ միայն այդ տրամաբանական նախադասությունն էր, որը որ նա կարողացավ երեք արծարծել։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։